անցնող շաբաթվա իրադարձությունների մասին եւ այսպես երեք Նիկոլ Փաշինյանը սկսենք իր հայտարարություններից, Ինչ է ասել, Հայաստան չեմ տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել, Էջմիածնի գանձերի հետ միասին, եթե հարկավոր լինի միջոցներ կձեռնարկվեն։ Ըստ էության այս մարդը այսպիսի ջղաձուկների մեջ է հայտնվել, որովհետև հաջորդ շաբաթվա սկիզբ նախատեսված է եպիսկոպոսատ ժողովը Ավստրիայում, որ պետք է անցկացվի, եւ դա օրենքով, այսպես ասենք, եկեղեցական կանոնադրությամբ թույլատրելի իրողություն է, բայց ահա Փաշինյանը սրանից կարծես ունից դուրս է եկել։ Նաև ծանոթ եք երեկվայի մի քանի հայտարարություններին, անդրադարձել է Զատուլինին, մինչև 2022-ի հոկտեմբերը Հայաստանի Զատուլինի աչքեր վերնայում քթներիս եկավ ասում է նա։ Գիտեք, որ Զատուլինը այն քիչ մարդկանցից մեկն է, որը բաց տեքստով խոսում է, թե Հայաստանի իշխանությունները իրականում իրենց գործողություններով ինչ վտանգներ են առաջ կանգնեցնում նաև Ռուսաստանի Դաշնությանը։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ նաեւ ինչ եք իրենից առանձնացրել եւ ինչ է ասել Երեքնայ Ալիևը առանց Հայաստանի սահմանադրության փոփոխության խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր չէ։ Համեցեք։ Շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ մեզ բոլոր դիտողներին եւ իհարկե սկսենք Նիկոլի երեկվա զառանցանքներից, թե ինչպես միշտ այս մարդը գերազանցում է ինքը իրեն զառանցանքներով եւ ամեն անգամ էլ ավելի է խորանում պացիենտի իրավիճակը, պետք է հասկանալ, որ նախ եւ առաջ երեկվա իր հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ եկեղեցու վրա հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումը շարունակվում է եւ շատ հնարավոր է ստանա նոր երանգներ, այդ թվում նոր կալանավորումներ եւ դա հենց դրանով է պայմանավորված նրա երեկվա զառանցանքները։ Երբ որ ինքը ասում է, որ չենք թողնելու, որ հայ առաքելական եկեղեցու գանձերը հանեն Հայաստանից բան, ուղղակի ծիծաղդ է գալի, նախ որևէ մեկը չէր պատրաստվում անել, երկրորդը խոսքը գնում էր միայն ժողովը այլ երկրում անցկացնելու մասին, ընդ որում այլ երկրում անցկացնելու մասին որոշումը կայացվել էր ելներով հենց այն հանգամանքից, որ ցավոք սրտի հայ առաքելական եկեղեցու բնորան երկրում Հայաստանում դարել է դատապարտելի քրիստոնյա լինելը եւ դարել է դատապարտելի հայ առաքելական եկեղեցու ծառայելը։ Հենց դրա պատճառով էր, որ վեհապարայրապետը որոշում էր կայացրել այդ նիստը անցկացնել այլ երկրում, ինչը ինքնին չի նշանակում որևէ բանի տեղափոխում Հայաստանից այլ երկիր։ Սա կարծում եմ բոլորն են հասկանում։ Ընդ որում պետք է նաև նշենք, որ Նիկոլի երեկվա հայտարարությունը տեղի ունեցավ այն ֆոնին, երբ Սփյուռքի մի քանի շատ լուրջ ներկայացուցիչներ հայտարարությունով հանդես եկան ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու։ Այդ մարդկանց մեջ էր Նուբար Աֆեյանը, այդ մարդկանց մեջ էր Էրիկ Իսրայելյանը, Պերսետրակյանը, կներեք, եթե ոչ բոլորի անուններն եմ նշում, բայց կարող եմ օրինակ բերել, մեր հասարակությունը այդ մարդկանցից որոշներին ընդհանրապես չի ճանաչում, չգիտի ովքեր են։ Օրինակ ասեմ, որ Էրիկ Իսրայելյանը Քրքորյանի ամենամտերիմ մարդկանցից էր եւ Քրքորյանի մանալուց հետո ղեկավարում է Քրքորյանի հիմնադրամը եւ մարդ է, ով բաշխում է միլիարդավոր դոլարներ տարբեր ծրագրերի իրականացման համար եւ կարծում եմ, որ հայանպաստ դիրքորոշում ունեցող ցանկացած Հայաստանի իշխանություն պետք է այդ մարդու հետ ստեղծեր բարեդրացական կապեր եւ փորձեր անել այնպես, որպեսզի այդ մարդու որոշմամբ Հայաստանում ներդրվեին հարյուրավոր միլիոնավոր դոլարներ, որոնք այս պահին Ամերիկայում են Քրքորյանի մեռնելուց հետո, հա, եւ այդ ֆոնդերը կրկնում եմ ղեկավարում է Էրիկ Իսրայելյանը։ Նուբար Աֆեյանը խոշորագույն գործարարներից է, Ռուբեն Վարդանյանի ամենամտերիմ ընկերներից է, Նուբար Աֆեյանին ես անկեղծ չեմ թաքցնի մի քանի անգամ հենց այս տաղավարից բավականին լրջորեն քննադատել եմ նրա համար, որ լինելով Ռուբեն Վարդանյանի մտերիմը նա ժպտալով հանդիպում է Նիկոլ Փաշինյանին, ընդ որում մոտ մեկ ամիս առաջ են հանդիպել նորից, ժպտալով իրար հետ խոսում են, եւ նաեւ Նուբար Աֆեյանն է կանգնած Հայաստանում այդ արհեստական բանականության ծրագրի ետևում եւ իր շնորհիվ է, որ հարյուրավոր միլիոնավոր դոլարների ներդրում կարող արվի։
Այսինքն խոսքը գրում է մարդկանց մասին, որոնք իզորու են Հայաստան ներգրավել հարյուրավոր միլիոնավոր դոլարներ։ Հիմա այդ մարդկանց մասին խոսելիս Նիկոլ իրեն թույլ է տալի անպատկառ ինչ-որ հայտարարություններ անել, իրենց տեղը ցույց տալ եւ այլն եւ այլն։ Հասկանում եք, սա արդեն իհարկե անհասկանալի որոշների համար, իմ համար շատ հասկանալի։ Նիկոլը կատարում է Սփյուռքը ջախջախելու իր ծրագիրը եւ Հայաստանը Սփյուռքից ամբողջությամբ կտրելու ծրագիրը։ Այդ ծրագրի միակ շահառուն Թուրքիան եւ Ադրբեջանն են։ Չկա այլ շահառու։ Չի կարող աշխարհում որևէ երկիր ուրախանա նրանով, որ Հայաստանը եւ Սփյուռքը տարանջատված են։ Չկա որևէ այլ երկիր, հավատացեք։ Կա երկու երկիր, որոնք տարիների վեր, տասնամյակների վեր փորձել են ամեն ինչ անեն, որպեսզի այդ տարանջատումը տեղ ունենա, դա Թուրքիան եւ Ադրբեջանն են։ Թուրքիան դա անում է, որովհետեւ Սփյուռքը դա այն մարմինն է, որի շնորհիվ հայոց ցեղասպանության ճանաչման հարցը գրեթե բոլոր երկրներում պահվում է շատ բարձր մակարդակի վրա եւ շատ երկրներում այն ճանաչվել է հենց Հայաստանի հայի եւ հայոց Սփյուռքի շնորհիվ։ Դրա համար է, որ Թուրքիան փորձում է ամբողջությամբ իրականացնել բոլոր ծրագրերը, որպեսզի կազմաքանդեն հայկական Սփյուռքը։ Ադրբեջանի համար հայկական Սփյուռքը վտանգ է ներկայացնում նրանով, որ հայկական Սփյուռքը իզորու է նաև արցախցիների վերադարձի հարցը բարձրացնել։ Սա շատ պարզ են բացատրում, որպեսզի մարդիկ հասկանան, թե իրականում ինչու է Նիկոլը խառնվել իրար, որտեղ տերերը ասել են Սփյուռքը պիտի քանդես, եկեղեցին պետքա լուծարես, կամ սարքես քեզ ամբողջությամբ ենթակա, իսկ եթե քեզ ենթարկվում է եկեղեցին, նշանակում է, որ ենթարկվում է թուրքերին եւ ադրբեջանցիներին։ Եկեղեցին նշեմ, որ այն մարմինն է, որը առ այսօր բոլոր հաղորդագրությունները միշատակում է Արցախը եւ նաեւ տարբեր միջազգային ացիաներում ներկայացնում է պահանջը արցախցիների վերադարձի իրավունքը։ Սա շատ կարեւոր է եւ պետք է նորից կրկնվեմ, ասելով, որ մեր եկեղեցին, հավատացեք, շատ ավելի զորեղ է դրսում կամ Հայաստանի ներսում այսօր։ Շատ ավելի զորեղ է։ Վեհապար հայրապետը լրջագույն դերակատարություն ունի համաշխարհային մակարդակի վրա։ Վեհապար հայրապետը շատ հզոր մարդ է, քանի որ ներկայացնում է ամբողջ աշխարհի կողմից ընդունված հայ առաքելական եկեղեցին։ Եվ իհարկե հայ առաքելական եկեղեցու թուլացումը ձեռնտու է ոչ միայն Ադրբեջանին եւ Թուրքիային, այլ նաեւ այստեղ այս դրվագում ավելանում է նաեւ Իսրայելը։ Ցավոք սրտի, բայց ավելանում է։ Սա է պատճառը, որ Նիկոլը sense ջղաձգումների մեջ է ընկնում։ Նիկոլը, երբ որ վերջինս մինչև անգամ ինքը հայ առաքելական եկեղեցին, ասում օտարերկրյա պետության մեջ իսրայելական իսլամական կառույցի հետ համեմատեց։ Դե Մարիամ ջան, Նիկոլը հայ առաքելական եկեղեցին ինչի հետ ասես կհամարի, քանի որ ես իրեն չեմ համարում հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ասեմ ավելին, ըստ տարածվող լուրերի եւ ըստ տարածվող տարբեր տեսանյութերի Նիկոլի ընտանիքի գերակշիռ մասը տարբեր աղանդների մեջ է կամ այդ աղանդավորների հետ է, որտեղ մասնակցում են աղանդավորների հարսանիքներին, գնում են աղանդավորների հետ հանդիպումների եւ դա լուսաբանվում է։ Այսինքն ես չեմ կարծում, որ Նիկոլը ավանդական հայ առաքելական եկեղեցու կանոններով ապրող ընտանիքի հայր է։ Չկա այդպիսի բան, որտեղ այդ ընտանիքի կրկնում է մի քանի անդամներ առնվազն անընդհատ հայտնվում են սոցիալական ցանցերում տարբեր աղանդավորների կողքին։ Այո, այն որ այսօր Հայաստանում աղանդները ապրում են իրենց ոսկե դարը եւս փաստ է։ Դրա մեղավորությունը բոլորինս է։ Աղանդները զբաղվում են հոգեվորսությամբ, անում են դա անթակույց եւ չեն ստանում թե հայ առաքելական եկեղեցուց, թե պետությունից հակահարված։ Սա ցավալի է, բայց հույս ունեմ, որ ինչ որ պահի նաեւ դա կկարգավորվի եւ մեր ժողովուրդը կընտրի ճիշտ ճանապարհը։ Ճիշտը միակն է։ Այդ ճիշտը դառնալ, լինել եւ հավատարիմ մնալ հայ առաքելական եկեղեցուն։ Ես այլ որևէ տարբերակ չեմ տեսնում։ Նաեւ Նիկոլը, երբ որ իրեն ընտրություններից են խոսում, անընդհատ սկսում է խոսալ այն թեզի մասին, որ այ 26 թվականին հաղթելու է խաղաղությունը, ընդդիմությունը չի անցնելու, ընդդիմությունը իր տեղը կիմանա,
Ես այս հայտարարություններին շատ ավելի հանգիստ եմ նայում նրանով, որ արդեն շուրջ 2-3 ամիս է Նիկոլը նախընտրական ցիկլի մեջ է եւ նման հայտարարությունները ավելի հաճախակի են դառնալու, բայց այդ հայտարարություններին պետք չէ լուրջ վերաբերվել, որտեղ խոսում է մի մարդ, ում համար ընտրությունը ոչ թե իր երկիրը զարգացնելու միջոց է, կամ իր երկիրը բարելավելու միջոց է, ընտրությունը իր գողացվածը պահելու եւ Թուրքին եւ Ադրբեջանցուն ծառայելու միջոց է։ Եվ ես կասկած չունեմ, որ մեզ հաջողվելու է համընդհանուր ընդդիմությանը մեր ժողովրդին մինչև ընտրությունները բացատրել, թե իրականում ով է այս իշխանությունը։ Ես իհարկե գիտակցում եւ հասկանում եմ, որ այնպես չէ, որ Նիկոլը չունի ընտրազանգված, իհարկե ունի, բայց այդ ընտրազանգվածին ես երբեք որևէ վատ բան չեմ ասի, որովհետեւ մարդ կարող է ընտրել Նիկոլ միայն մի պատճառով, որովհետեւ չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Չկա այլ բացատրություն։ Իհարկե կան մերձ իշխանական մարդիկ, որոնք դա անում են պաշտոնի եւ փողի դիմաց, բայց դրանք շատ փոքր են։ Մնացած մարդկանց մասը ուղակի տեղեկացված չեն կամ սխալ տեղեկացված են կամ ուղակի դիտում են միայն հանրային հեռուստաընկերություն կամ այլ իշխանամերձ լրատվականներ եւ ամբողջ իրենց տեղեկատվությունը ստանում են այդ բաներից։ Ընդ որում շատ են նաեւ իշխանական տարբեր տրամաչափի բլոգերներ, որոնք օր ու գիշեր պախարակում են ոչ միայն Հայաստանի ընդդիմությանը, այլ պախարակում են ամեն ինչը, ուղակի Նիկոլին սրբացնելով։ Ընդհանուր առմամբ կարող են գնահատական հնչեցնել, որ Նիկոլը աշխատում է աղանդի տեսքով եւ այդ աղանդում Նիկոլը սուրբ է, մնացած բոլորը սխալական։ Դա է պատճառը, որ Նիկոլին ընտրողների գերակշիռ մասը անձնական խոսակցություններում պատրաստ են ընդունել, որ օրինակ Տիգրան Ավինյանը կարող է եւ կաշառակեր լինել, բայց դեմել Նիկոլը սուրբ է։ Նիկոլը ինչ անի, որ շրջապատը վատն է։ Սա իրականում աղանդի մոտեցում է, երբ որ աղանդի ղեկավարը սուրբն է, մնացած բոլորը սխալական։ Ու կրկնում եմ, մեր ընդդիմադիրներից թիվ 1 գործը դա ոչ միայն մեր ծրագրերի ներկայացումն է, այլ նաև անպայմանորեն մենք պետք է կարողանանք ժողովրդին ցույց տալ, բացատրել, ապացուցել, որ այս իշխանությունը ոչ միայն հողատու է, ոչ միայն դավաճան է, այլ նաև կաշառակեր։ Կաշառակերությունը Նիկոլի աքիլեսյան գարշապարն է։ Նիկոլի մասան կուրորեն հավատում է, որ Նիկոլը կաշառակեր չի, եւ մենք պետք է ապացուցենք մեր ժողովրդին, որ Նիկոլը Հայաստանի նորագույն պատմության մեջ տեսած ամենամեծ կաշառակերն է։ Նիկոլը իր շրջապատը Անիֆի գործարքը ընդամենը մեկ գործարք է։ Շուրջ 80 միլիոն դոլար հոդս է ցնդել։ Համահայկական հիմնադրամից 100 միլիոն դոլար է հոդս ցնդել։ Ես ինքս այստեղ նստած մի քանի անգամ տարբեր բաների մասին խոսացել եմ եւ դիմել եմ դատախազությունը, որպեսզի գործ հարուցվի, կոնկրետ օրինակ համահայկական հիմնադրամի 100 միլիոն դոլարի վերաբերյալ։ Գործ հարուցեք, քննություն արեք, հետո հասարակությանը ներկայացրեք, արդյոք ընդ կար կաշառակերություն, արդյոք ընդ կար գողություն, թե ոչ։ Չեն անում։ Գիտեք ինչի չեն անում, որտեվ այստեղ հայտնի ասացված կա, զգուշ եղեք, որ նախաքննության ընթացքում ինքները ձերա դուրս չգաք։ Հիմա քանի որ գիտեն, որ նախաքննության ընթացքում ինքները իրանց վրա են դուրս գալու, դրա համար չեն նախաձեռնում քրեական վարույթներ։ Նույնը Անիֆն է, նախաձեռնել են վարույթ, չեն խորանում։ Անիֆում ընդհանրապես ամեն ինչ շատ պարզ է։ Այսինքն մեռան հոդվածներ գրելով, հա, որ կոնկրետ ասում են, որ Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին, որը ըստ մամուլի բնակվում է Ամերիկայում, ստացել է 6 միլիոն դոլար մի բանի համար, որը չի արել։ Լավ, միայն այդ մեկ հոդվածը բավական է, որպեսզի այդ քրեական գործում լրջագույն նախաբաներ լինեն, քայլեր ձեռնարկվեն, բայց արի ու տեսօր չեն արվում։ Ասֆալտը, որը Նիկոլեն գովաբանում էին ժամանակին, հիշում եք, Նիկոլ ինչքան էր ասֆալտից խոսում։ Այս ձմեռը ցույց տվեց այդ ասֆալտը իրանք ինչ որակի են անում եւ մի զառանցանք երեք կարծեմ քաղաքապետը դուրս տվեց, ասում է քանդվել է այն ասֆալտը, որը նախկիններն են սարքել, դու հիմար չեք։ Դա ոնց կարելի է ժողովրդին այսքան հիմարացնել։ 8-րդ տարին է դուք իշխանության եք, ինչ նախկին, այդ աղա։ 8 տարի, ինչ նախկին։ Եվ ըստ իմ ունեցած տեղեկությունների ոչ թե նախկին ժամանակաշրջանում իրականացված ասֆալտապատման աշխատանքներն վարի գնացել, այլ ցած վերջերս արվածները։
Նույնիսկ ամառը արվածը մի ձմեռ փաստորեն չի բանարել։ Ընդ որում սրանք ասում են, որ ասֆալտը քանդվել է աղի պատճառով։ Ես որպես փորձ ունեցող մարդ ասֆալտապատման ասեմ, որ սուտ են ասում։ Աղը մի քանի օրում կամ մի քանի ամսում նման ազդեցություն չի ունենում։ Աղը ունենում է նման ջախջախիչ ազդեցություն այն դեպքում, եթե ի սկզբանե ասֆալտը անորակ է արած։ Երբ որ բիտումի խտությունը քիչ է, երբ որ չեն պահպանվում ստանդարտները, երբ որ Նիկոլի լեզվով ասած ասֆալտ փռելու փոխարեն լափում են այդ ասֆալտի գումարները։ Ինչ է եւ տեղի ունեցել Հայաստանում։ Ընդ որում գիտեք, պետք է համեմատություն անեմ։ Նիկոլի բերած խաղաղությունը իրանց ասֆալտի պես է։ Հերիքա մի քիչ աղ ցանես վրան, այդ խաղաղությունից մի հատ մեծ փոս է մնում։ Հասկանում եք, էդ է Նիկոլի բերած խաղաղությունը։ Ու հավատացեք, այ ոնց իրանց ասֆալտը քանդվում, այդտենց իրանց խաղաղությունն է քանդվում։ Ուղղակի հիմա Հայաստանում նախընտրական ցիկլ է սկսվում, մեր թշնամի պետությունները, այն պետությունները, որոնք զավթողական նպատակներ ունեն Հայաստանի վերաբերյալ, անում են ամեն ինչ, որպեսզի Նիկոլին պահեն։ Ընդ որում այդ ամեն ինչը անելուց կրկին մեկ ու մեջ չեն մոռանում իրենց ախորժակը ցույց տան։ Ինչպես դա անում է Ադրբեջանը, որը պետականորեն սատարում է 300,000 ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձը իրենց պատմական հողեր։ Ընդ որում բոլորս պետք է հասկանանք, որ ադրբեջանցիները իրենց պատմական հող համարում են Հայաստանի Հանրապետությունը։ Սևանա Լիչնեն համարում իրենց պատմական լիճ։ Մեկ ու մեջ դա ասում են, հետո անցնում են Նիկոլին պաշտպանելու գործընթացին։ Վերջերս էր, որ Թուրքիայի արտգործնախարարը բառացիորեն ասեց, որ սատարում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, դրանով օգնելով Նիկոլին։ Եվ հարց հասել է նրան, որ Թուրքին, սա շատ կարևոր է, սիրելի հայրենակիցներ, Թուրքին թվում է, որ Նիկոլին սատարելով ինքը դա լավություն է անում Նիկոլին։ Այսինքն մեր հասարակությունը այդ գնահատականին է արժանանում Թուրքիայի կողմից։ Այսինքն թուրքերը ինչ որ ուսումնասիրություն են անում, բան են անում ու պարզում են, որ եթե իրանք Նիկոլի մասին լավը խոսան, հայ հասարակությունը դրանից ոգևորվելու է։ Այս ամենը պետք է անհանգստացնի, ամենալրջագույն ձևով անհանգստացնի։ Լավ է դուր ենք մենք հասել, որ Թուրքին թվում է, որ ինքը եթե մեկին ստե գովա, որ մենք պետք է այդ մեկին ընտրենք։ Սա վախենալու աստիճանի է ուղղակի։ Սա սարսափելու աստիճանի վտանգավոր է։ Սա մեկ։ Այո, Ալիևը 3 Մյունխենյան համաժողովին մասնակցության շրջանակներում հարցազրույց հետո եւ ցավոք սրտի հայտարարել է, որ ռազմագերիների համաներման հնարավորություն ինքը ընդհանրապես չի տեսնում եւ որպես պատճառներից մեկը նշեց այն ինչի մասին ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ նույնիսկ Հայաստանն է ճանաչե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղում, Արցախում բանակի բոլոր ներկայացուցիչները եւ ռազմաքաղաքական ներկայացուցիչները դառնում են ավտոմատ տերորիստ։ Եվ իրենց տերորիստ է սարքել Նիկոլ Փաշինյանը։ Կոնկրետ անձնապես Նիկոլ Փաշինյանը եւ իր արտաքին գործերի նախարարը եւ իր իշխանությունը ընդհանուր առմամբ։ Ես բազմիցս եմ ասել, որ Նիկոլը կանաչ լույս է վառել Ալիևի համար այս դատավորությունների։ Եվ սա կրկին բոլորը պետք է հասկանան, անկախ ձեր վերաբերմունքից Բաքվում գտնվող գերիներից, անկախ մեկին կարող եք սիրել, ընդունել, չընդունել, նույնիսկ ատել, բայց խոսքը գնում է ձեր հայրենակցի մասին, որը այսօր Բաքվի բանտում է։ Եվ Աստված մի առաստծե, պատկերացրեք, որ իրենց տեղում կարող եք հայտնվել նաև դուք, որովհետև եթե այսպես շարունակի, ապա ինչ որ պահի ուղղակի Երևանի փողոցներից են սրանք մարդ գողանալու տանեն Բաքվում դատեն։ Անցնենք այլ թեմաների, այլ թեման Այդուհանդերձ, գալով նորից ռազմագերիների թեմային, Ռուբեն Վարդանյանը վերջերս նորից ընտանիքի միջոցով ձայնագրություն է փոխանցել, այսինքն լինելով անախատության մեջ, խոշտանգվելով Բաքվի բանտում, դատվելով այլևս առաջիկան իրեն էլ կհրապարակվի, շատ ավելի ազատ է, շատ ավելի անկախ, քան այս իշխանությունները, որոնք այսպես ամենօրյա ռեժիմով
վերսում են այդ խաղաղությունը։ Այո, ցավոք սրտի մենք պետք է արձանագրենք, որ Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցները շատ ավելի ամուր են եւ շատ ավելի պատրաստական են Արցախի մասին խոսալ, քան Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Բայց կրկին սա մի բան է, որը մեր ժողովուրդը պետք է հասկանա եւ տեսնի։ Նույնիսկ Նիկոլին ընտրողը։ Բացեք ձեր աչքերը եւ նայեք իրականությանը այնպես, ինչպես այն կա, այլ ոչ թե հմեկի աչքերով։ Նիկոլը անընդհատ երեք փորձում էր բան անել, որ հայերը նայում էին իրենց հայրենիքին Զատուլինի աչքերով։ Հայերը իրենց հայրենիքին նայում էին հայերի աչքերով։ Հայերը իրենց հայրենիքին նայում էին մոտիկից։ Օրինակ ես նստում էի մեքենա, քշում էի Արցախի Հանրապետություն, գնում էի Ստեփանակերտում հայտնի Պիտաչոկում սուրճ էի խմում ու նայում էի իմ հայրենիքին, իմ աչքերով։ Նիկոլ, բոլորս էինք կարողանում նայել մեր հայրենիքին մեր աչքերով, երբ որ Սյունիքով քշում էինք դեպի Արցախ, ադրբեջանական դրոշներ չէինք տենում եւ նայում էինք մեր հայրենիքին մեր աչքերով։ Իսկ հիմա, երբ որ քո աչքերով ենք նայում մեր հայրենիքին, ամենուրեք ադրբեջանական դրոշներ ենք տենում։ Եվ միակ տեղը, որտեղ դու անընդհատ բերում ես որպես օրինակ խաղաղության, շարածը պատ, ոչ թե ցանկապատ, այլ պատ, քարից պատ, որը դու բնութագրում ես որպես խաղաղության սիմվոլ։ Չի կարող քարի պատը խաղաղության սիմվոլ լինի։ Խաղաղության սիմվոլը ուժեղ բանակն է։ Խաղաղության սիմվոլը դա այն է, երբ որ դու բանակի տոնի առթիվ շշմեցուցիչ պարադ ես կազմակերպում։ Այ դա խաղաղություն է։ Հասկանում ես, այդ է Նիկոլ տարբերությունը։ Ասեմ նաև անպայման պետք է անդրադառնամ J.D. Vance-ի այցին Հայաստան, քանի որ շատ տարակուսելի հայտարարություն է եղել թե ընթացքում, թե հետո Ինչ էր զգուշացնում ինքը, մինչ այդ քանի որ ասացիք, Փաշինյանը ասում էր բանը, ինչ հոկտեմբերի 22-ը մինչև նայել ենք Զատուլինի աչքերով, գիտեք Զատուլինը որքան հստակ է ամեն ինչի մասին խոսում, ինչով է այսպես ջղաձգումը իր պայմանավորված Փաշինյանը, ասես որոշեց արձագանք։ Ջղաձգումը պայմանավորված է նրանով, որ Զատուլինը հայտարարել է, որ ըստ իր կարծիքի Նիկոլը վերցրել է կամ տիրացել է ժամանակին ըստ արտահայտված նյութի Սերժ Սարգսյանին առաջարկված $5 միլիարդ Արցախի 7 շրջանների դիմաց։ Հիշում եք, որ ինչ որ արտահոսք էր եղել ժամանակին, որ նման խոսակցություն է տեղի ունեցել, Զատուլին հայտարարել է, որ ըստ իրեն այդ գումարը Նիկոլն է վերցրել եւ այդ գումարի դիմաց է հանձնել թե Արցախը, թե շարունակում է հանձնել Հայաստանի Հանրապետությունը։ Գիտեք ինչ, շատ նորմալ է Նիկոլի ռեակցիան, Նիկոլը կրկին ասում եմ, ինչ կապված է փողի հետ, դուք տենալու եք Նիկոլի ջղաձգումները, որտեվ կաշառակեր մարդը ոտից գլուխ թաթախված է կաշառակերության մեջ, երբ որ խոսում է, խոսքը գնում կաշառակերության մասին, ինքը իրեն տիրապետումը կորցնում է։ Նիկոլը այդ վիճակում է։ Ես կրկնում եմ, մեր հայրենակիցները շուտով ականատեսն են լինելու թե տարբեր դրվագների, որոնք մենք բոլորս մեռանք բացահայտելով կոռուպցիայի մասին, եւ դուք տեսնեք, ինչքան շատ մենք խոսանք կոռուպցիայի մասին, այդքան շատ ջղաձգումների մեջ են գնելու Նիկոլը։ Հիմա վերադառնալով J.D. Vance-ի այցին, տեսեք, այց ինքնին շատ դրական բան է։ Ես շատ ուրախ եմ, որ ԱՄՆ փոխնախագահը այցելում է Հայաստան։ Ես էլ ավելի ուրախ կլինեմ, երբ որ նույն տիպի պատվիրակություններ ժամանեն Եվրոպական միությունից, Իրանական Իսլամական Հանրապետությունից, Չինաստանից, Ռուսաստանից, այսինքն բարձր կարգի պաշտոնյա ընդունելը քո երկրում իհարկե միշտ հաճելի է։ Բայց պետք է հասկանալ ի վերջո այդ այցը ինչ է տալի քո երկրին եւ քեզ է տալի թե այլ երկրին։ Ըստ իմ կարծիքի J.D. Vance-ի այցը շատ ավելին է դու Ադրբեջանին կամ Հայաստանին, որովհետև տեսեք, տնտեսական տեսանկյունից մինչև J.D. Vance-ի գալը ամիսներ առաջ արդեն հայ մի գործարար, սփյուռքահայ գործարար հայտարարել էր Հայաստանում արհեստական բանականության հետ կապված ներդրման մասին, խոսքը գնում էր շուրջ 500 միլիոնից մինչև 1 միլիարդ, այսինքն դա ոչ թե հետևանք է կամ արդյունք է Vance-ի այցելության, այդ ամեն ինչ արդեն տեղի ունեցել, այսինքն Vance-ի այցից մեզ մնում է միայն
խոստումը, որ Հայաստանը կօգտվի ԱՄՆ-ի փոքր եւ միջին ատոմակայանների կառուցման ծրագրից։ Հիմա տեսեք, շատ կարևոր մի բան։ J.D. Vance-ը, երբ որ համատեղ Նիկոլի հետ ասուլիս էին տալի, J.D. Vance-ը իհարկե ներդրման մասին ընդհանրապես չի խոսած, ասել է, որ այդ ծրագրի շրջանակներում հնարավոր է ԱՄՆ-ն արտահանումներ իրականացնի դեպի Հայաստան մոտ 5 միլիարդ դոլարի կամ 4 միլիարդ դոլարի, ընդ որում ասեմ դե ստիվը կարևոր չէ, որտեղ դա չի լինելու, դա իմ անձնական կարծիքն է։ Բայց խոսք ներդրումների մասին ընդհանրապես չկար։ Ուղղակի մարդ ասեց, ԱՄՆ նախագահը տեղակալը, որ մոտ այդքանի արտահանում Ամերիկայից կլինի Հայաստան։ Դա որևէ ձև ներդրում չի, ժողովուրդ ջան։ Դա ձեզ որևէ ձև ձեր գրպաններին ոչ մի բան չի բերելու, ավելի շուտ տանելու է։ Բայց ինչն է հետաքրքիր, անմիջապես ասուլիսից հետո ընդդիմանից տարբեր գործիչներ գրառումներ արեցին, լայվեր մտան եւ ասեցին, որ թարգմանիչը սխալ է թարգմանել, J.D. Vance-ը չի ասել ներդրում։ Դրանից անմիջապես հետո իշխանական լրատվամիջոցը հայտարարություն տարածեց, ասեց, որ եղբայրներ, թարգմանիչը մերը չէր, թարգմանիչը J.D. Vance-ինն էր եւ այդ սխալը ինքն է արել եւ որևէ նպատակագրություն մենք չունեինք, որ այդ արց այդպես ներկայացվեր։ Ասեցի լավ, դրա մյուս օրը Նիկոլը տալիս է հարցազրույց Հմեկի լրագրողուին, որը ինձ թվում է J.D. Vance-ի աշխատակազմի հետ ընդհանրապես որևէ կապ չունի եւ շատ ավելի շատ ծերտորեն կապված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի հետ, հայտարարում է եւ հարց է տալի Նիկոլին, հարցի առաջի մասում շեշտելով, որ J.D. Vance-ի այցի ընթացքում հայտարարվել է, որ Հայաստան մինչև 10 միլիարդ դոլար ներդրում է արվելու։ Հիմա փոխանակ Նիկոլը մի անգամից դա հերք էր, ասել որ ոչ, նման հայտարարություն չի եղել։ Նիկոլը դրան չի արձագանքում, պատասխանում է հարցի մնացած մասին եւ դրանով կրկին մեր հասարակությանը խափում։ Սին հույսեր մտցնում մեր հասարակության մեջ։ Ընդ որում սիրելի ժողովուրդ ջան, եթե ատոմակայան կառուցելը կամ ատոմակայան կառուցելու համար Ամերիկայից արտահանող տեխնոլոգիաները իշխանականները համարում են ներդրում, ասենք 5 կամ 10 միլիարդ դոլարի, ապա այդ նույն հոգեբանության մեջ Ռուսաստանի կողմից Հայաստան մատակարարվող գազը եւս ներդրում է։ Եվ մենք կարող ենք փաստել, որ այս տարիների ընթացքում Ռուսաստանը տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրում է արել Հայաստանում գազի մատակարարման տեսքով։ Բայց մենք չենք անում, չէ՞ դա։ Ապրանք է, որը վաճառվում է, որի համար մենք վճարում ենք։ Ընդ որում ավելին պետք չի լինել շատ գրագետ մարդ, որպեսզի հասկանալ, որ միջուկային այդ կայանների կառուցման ոլորտում առաջատար աշխարհում Ռուսաստանն է։ Շատ լուրջ քայլեր են նաև ձեռնարկում այս ուղղությամբ, բանը Չինաստանը։ ԱՄՆ-ում առաջին փոքր մոդուլային ատոմակայանի կառուցումը նախատեսված է ոչ շուտ կամ 2031 թվականը։ Ընդ որում մի ծրագիր էլ կանգնացրել են, որտեղ շատ թանկ էր նստում։ Ընդ որում նաև հիշեցնեմ, որ եթե չեմ սխալվում, 3 առաջ օրը նախագահ Քոչարյանը շատ կարճ հարցազրույց էր տվել 5-րդ ալիքին անդրադառնալով այդ խնդրին, շատ հասկանալի լեզվով բացատրելով մեր հանրությանը, որի վերջո այն գումարը, որը դու ծախսում ես այդ ատոմակայանը կամ ցանկացած էներգետիկ ենթակառուցված կառուցելու վրա, այդ գումարը մցվելու է սակագնի մեջ։ Եվ այդ գումարը դու ի վերջո միևնույն է հետ ես տալու սարքողին։ Եվ եթե դու գիտես, որ սարքում ես մի բան, որի վրա ծախսում ես առնվազն 3 անգամ ավել գումար կամ կարող ես ծախսել, դու իրականում ինչ ես անում, դու քո ժողովրդին դնում ես մի բեռի տակ, որի տակ այդ ժողովուրդը չպետք է մտներ։ Եվ սա շատ կարևոր է, որ բոլորը հասկանան, որ իրականում կատարվել է մի բանի խոստում, որը փուչիկ է, որը չի լինելու, հավատացեք, ես հայտարարում եմ, որպես Արա Վարդանյան, Հայաստանի Հանրապետությունում չի կառուցվելու փոքր մոդուլային ամերիկյան ատոմային կայան, չի կառուցվելու։ Ես որպես մարդ ասում եմ ձեզ, չի կառուցվելու։ Բայց նաև պարոն Վարդանյան, ամեն դեպքում եթե հավատանք, որ կառուցվելու է, Զախարովյանն զգուշացրեց, չէ՞ որ սա Ամերիկայի կողմից առաջին անգամ է գործարկվում
կրոլիկ ենք դարձել։ Մենք կրոլիկ շուտվանից ենք դարձել 18 թվից, կրոլիկ ենք, տեսեք, զգուշացումները ռուսական կողմից կրում են շատ պարզ բնույթ։ Ռուսական կողմը նաև զգուշացումների ընթացքում ասում է, որ մենք էլ չենք հավատում, որ ամերիկացիք sense բան Հայաստանում սարքելու են, բայց որպես Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներ պարտավոր ենք Հայաստանի ժողովրդին զգուշացնել հետևանքների մասին։ Տեսեք, ռուսական տարբեր լրատվամիջոցներով տարածվեց նաև Շոյգուի պատասխանը, որ ասաց, որ լավ, եթե Հայաստանը նույնիսկ գնա այդ քայլին, որ կառուցվի, ուրեմն Ռուսաստանն է պետք է փոխի իր վերաբերմունքը։ Ռուսաստանը վերջերս շփվում է ոչ թե Հայաստանի իշխանությունների հետ, այլ շփվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ։ Բազմաթիվ անգամներով նշելով, որ դուք մեր դարավոր բարեկամ ժողովուրդն եք, դուք պետք է ուշքի գաք, դուք պետք է հասկանաք, թե ինչ է կատարվում ձեր հողում։ Մենք ձեր փոխարեն չենք կարող գնալ օրինակի համար քվեարկել։ Մենք ձեր փոխարեն չենք կարող աչքները բացել ու հասկանալ, որ ձեր իսկ ղեկավարությունը ձեզ դավաճանում է, ձեզ աճուրդի մաս է դարձնում։ Եվ այդ առումով շատ հասկանալի է Ռուսաստանի Դաշնության ռեակցիան։ Իմ համար շատ հասկանալի է։ Ավելի Նիկոլը հիմա արդեն բացահայտացում է Ռուսաստանի ենթակառուցվածքների ենթակայության տակ գտնվող մի բան, դա բանն են, այդ ժելեզնի դարոգան, պետքա փոխանցվի այլ երկրի, ասում են, քանի որ ռուսերին նա խանգարում է դա մեր ստեղի ծրագրերին, եկեք թե ինչ-որ մի այլ երկիր վերցնի այդ ենթակառուցվածքը եւ զարգացնի։ Մինչդեռ Ռուսաստանի հետ բանակցում է այդ նույն ենթակառուցվածքների վերակառուցման մասին։ Իսկ այս տղան ոտից գլուխ սուտ է։ Ոտից գլուխ է սուտ։ Մի բան կա, որ ինքը հստակ 18-ից անում է, եւ գիտեք, կան շատ քաղաքացիներ եւ քաղաքագետներ, նաեւ ընդդիմադիր հատվածում, որոնք ասում են, որ Նիկոլը Ռուսաստանի դեմ ոչ մի բան չի արել։ Ուրեմն պետք է պատասխանատու հայտարարեն։ Դուք չեք հասկանում ուրեմն քաղաքականությունից, եթե նման հայտարարություն եք անում։ Նիկոլի բոլոր քայլերը ոտից գլուխ հակառուսական են։ Բոլորը անխտիր։ Բայց ինչը էլ ավելի վատ է, այդ քայլերը շատ ավելի շատ հակահայկական են։ Եթե Նիկոլի քայլերը լինեին հակառուսական, բայց հայանպաստ, ծպտուն չի անի։ Կասեի մեզ օգուտ է, ճիշտ անում։ Բայց իր քայլերը առաջի հերթին հակահայկական են, որովհետև ինքը մեզ թողնում է մենակ աշխարհի դեմ կռվում։ Իսկ եթե ձեզ թվում է, որ այդ կռիվը չկա, ապա դուք կրկին չարը չարսխալվում եք, աշխանում գնում է բաժանում։ Երկրորդ համաշխարհայինից հետո առաջին անգամ նորից աշխարհում տեղի է ունենում բաժանում, եւ այդ բաժանման մեջ դու պետք է կարողանաս անես ամեն ինչ, որպեսզի պահես քո երկիրը։ Նիկոլը անում է ամեն ինչ, որ մենք չպահենք։ Նիկոլը թողնում է մեզ մենակ թուրքերի եւ ադրբեջանցիների դեմ, ընդ որում անդադ ասելով, որ հաստատված է խաղաղություն։ Այսինքն ում է դա հաստատված խաղաղություն։ Այն քո հարևանի, որի հետ դու այդ խաղաղությունը հաստատելու համար պատ ես կառուցում, հա, իրար բաժանող։ Թե այն հարևանի, որի բանտերում տասնյակ հայորդիներ են պահպանվում եւ իրենց մասին հայտարարում են, որ չենք տալու։ Իրանց հետ է խաղաղություն հաստատում։ Թե այն քո բարեկամի, որ ասում է միջև Հայաստանը սահմանադրությունը չփոխի, մենք խաղաղության պայմանագիր չենք ստորագրի։ Ընդ որում մի այլ հարց է, որ այդ խաղաղության պայմանագիրը ստորագրվելուց հետո էլ խաղաղության հետ որևէ աղերս չի ունենալու։ Այդ խաղաղության պայմանագրի ստորագրումը 1 գրամ անգամ չի ավելացնելու խաղաղություն այս տարածաշրջանում, որտեղ այդ խաղաղությունը պայմանավորված է լինելու Ալիևի կամաճույքներով, ինչպես նախագահ Քոչյանը բազմիցս արդեն նշել է։ Չի կարող այդ խաղաղությունը կախված լինի մեկ մարդու կամաճույքից։ Այսինքն ստացվում է, որ այդ խաղաղությունը եւ գինը խաղաղության լինելու է հետեւյալը։ Ալիևը արթնանալու է, զանգելու է Նիկոլին, ասի՝ «Տղա ջան, ես մի տարի սահմանազատում չեն կարել, վաղը անելու ենք Սյունիքի մարզում, ես տալու ես ինձ»։ Եթե Նիկոլը ասելու է «հա», ապա պատերազմը չի սկսվի։ Եվ մենք հանձնելու ենք տարածքներ, հետո էլ Նիկոլը լուրջ դեմքով ասի «Ամարտ արփի դասագրքերում մի հատ բան կտա, քարտեզ կտա, պարզվեց այդ քարտեզը, որը մերը չի եղել երբեք այդ տարածքը»։ Դրանից հետո էլ հմեկի տաղավարում Պետրոսը կանչելու է մի ինդիմադիրի ու ասի «Այ եթե դուք գաք իշխանության, ինչ եք անելու, հետ եք բերելու այդ տարածքը»։ Հələ սրանք լավ ձևը գտել են։ Հանձնելով գնում են, հետո մեզ են կանչում տաղավար,
Ասում եմ, որ դուք հետ եք բերելու։ Հո գժանոց չի։ Այսինքն ասեց անընդհատ հանձնեք, հետո մեզ կանչեք, ասեք, բա որ դուք հետ եք բերելու։ Այ մենք գոնե չենք հանձնի, ինգեր։ Ես շատ եմ վախում մյուս տարի օրինակ, սա Աստված մի առասի վերարտադրված են, ես պատկերացնում եմ, մեկի տաղավարում լուրջ դեմքով Պետրոսը նստելու է օրինակի համար դաշնակցության ներկայացուցիչին, լուրջ դեմքով ցես նայ ասի, հիմա ինչ որ գաք բան իշխանության Սյունիքը հետ եք բերելու։ Այդ ալնելու խոսակցությունը։ Այն մյուս տարի Սևանա լճի մասին են խոսալու, այն մյուս տարի չգիտեմ ինչի մասին են խոսալու, մինչև կան հասնեն օպերայի շենք։ Հայ դա է խայտարակությունը, որ սրանք արա հանձնում են, հետո ասում են, բա դուք հետ կարաք բերեք, ախպեր մենք չենք հանձնի, որ հետ բերենք։ Մեր նպատակը ոչ թե հանձնելն, այլ պահելը, հնարավորության դեպքում բանակցություններով հետ բերելը իհարկե դա է կարևորը, այլ ոչ թե գնալ ձեր տաղավարներ ու նստել, Ղարաբաղը հետ եք բերելու, որ գաք, դու այ անասուն եք հանձնում, որ հետ բերեինք։ Սա շատ կարևոր է, տեսեք, Վենսի միակ բանը Վենսի անցելության ընթացքում, որը Նիկոլի սրտով չէր, դա էլ պետք է անպայման ասեմ, միակ բանը, որ Նիկոլի սրտով չէր, դա այն էր, որ Վենսը օդանավակայանում մատնեց Նիկոլին, ասելով, որ Հայաստան իշխանությունները խնդրել էին, որ ես գնայի ցեղասպանության թանգարան։ Ընդ որում ձեզ ասեմ, Նիկոլը ոչ թե լավ հայ լինելու պատճառով է Վենսին խնդրել, որ գնա ցեղասպանության թանգարան։ Նիկոլը խնդրել է, որպեսզի դրանից հետո, եթե Վենսը չգնար, Հայաստանում ակնհայտ է, չէ՞ որ բոլոր մարդիկ ընդդիմադիր, դիմադիր, բոլորը հարց էին բարձրացնելու, ասում են, այս ո՞նց եղավ, որ երևի առաջի պաշտոնյանա, որ եկավ Հայաստան ու չգնաց։ Դրա համար Նիկոլի այդ խոսակցությունները նախընտրական իրավիճակում փակելու համար Վենսին խնդրել են, որ գնա։ Ընդ որում Վենսին ուղարկել են ոչ ազգային ժողովի նախագահը, հետո գնացել ոչ Նիկոլը։ Գնացել է կրթության նախարարը, որը հետևից ինչ որ անվճար պրիլաժենիայի պես կանգնած է եղել, չէ՞ երևաց է, որ թուրքեր ու ադրբեջանցիները հանգած չնեղանան։ Ընդ որում համոզված եմ թուրքերին ու ադրբեջանցիներին Նիկոլը ասել է, դե ես ինչ մեղք ունեմ, դե գնացել էր, տեսակ ես մարդ չուղարկեցի։ Բայց Վենսը մատնեց Նիկոլին։ Էտա միակ բանը, որ Նիկոլի սրտով չէր, դա էդ էր։ Ընդ որում Վենսը գնացել է, հետո իր կայքից հետո հեռացրեց, որը կրկին խնդալու է։ Շատ խնդալու է։ Ընդ որում Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ խնդիրը երբեք չունեն։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ամերիկայի գրեթե բոլոր նախագահները։ Բոլոր։ Ինչ պատվիրակություն եկել է, գնացել են ցեղասպանության ժամանակ միշտ ու որևէ խնդիր չի առաջացել։ Դրա համար Վենսի այդ իր կայքում դնելը հանելը ընդհանրապես անհասկանալի էր։ Ավելին Վենսին այցը Ադրբեջանում շատ ավելի լուրջ արդյունքների ձեռքբերման մասի էր, բայց կրկին թղթի վրա։ Եկեք անկեղծ լինենք, դա էլ պետք է նշենք։ Թղթի վրա շատ բան են պայմանավորվել։ Նույն արհեստական բանականության, որը ստե թմկահարում էին կամ այդ փոքր միջին ռեակտորների մասին, որ ստե թմկահարում էին, այդ ամենը ուղղակի երկու կետիկ է Ադրբեջանի եւ Ամերիկայի միջև ստորագրված խարտիայում։ Ուղղակի երկու կետ։ Ընդ որում կետերը շատ ավելի շատ են։ Այդ թվում ռազմական համագործակցություն։ Հա չմոռանամ ասեմ, պարծենում ենք նրանով, որ Ամերիկան մեզ վաճառել է 11 միլիոն դոլարի բան, դրոներ։ Վատ չի, իհարկե շատ լավ է, բայց ես երբեք չեմ լսել, որ Նիկոլը կամ իր խմբակից որևէ մեկը մի անգամ շնորհակալություն հայտնի Ռուսաստանին, որը տասնամյակներ շարունակ անվճար ձեզ միլիարդավոր դոլարների զենք ու զինամթերք կապ նվիրել։ Միլիարդավոր դոլարների, մի անգամ չեմ լսել, հակառակը լսել եմ, 10%-ով կրակող Իսկանդեր, 80-ականների զենք, այդ լսել եմ, շատ եմ լսել։ Մի անգամ չեմ լսել այդ մարդը գնահատանքի խոսք ասի Ռուսաստանի Դաշնությանը, որը ասում եմ տասնամյակներով անվճար զենք է Հայաստան ուղարկել։ Փոխարենը 11 միլիոն դոլարի բերած դրոները դարձան մի լուրջ բան, քիչ էր մնում օպերայի մեջտեղը մի հատ սեղան գցեին ուրախությունով բանով։ Սա ուղղակի խայտառակություն է, ուղղակի խայտառակություն։ Ու կրկնում եմ, միակ բանը, որ Նիկոլի սրտով չէր, դա այն էր, որ այդ ցեղասպանության այցելության վերաբերյալ Վենսը բացահայտեց, որ Նիկոլն է խնդրել, որ գնամ։
որտեվ Նիկոլը թաքուն էր խնդրել։ Թուրքերին ով գիտի ասել էր ես вообще կապ չունեմ, ամերիկացիներն են գնացել են։ Այո, արդեն խոսացել ենք, այո, դրա մասին խոսացեցինք արդեն։ Հիմա ինչ է մեզ սպասում։ Տեսեք, ես քաղաքական դաշտում եւ ցավով եմ սա նշում, մենակ մեկ գործիչ եմ ճանաչում, որը այս 7-8 տարիների ընթացքում կոնկրետ առաջարկներ, կոնկրետ դիտարկումներ է անում արտաքին քաղաքականության վերաբերյալ, դա նախագահ Քոչարյանն է, որը կոնկրետ առաջարկ է անում։ Թե տրիպի հետ կապված կոնկրետ իր ասուլիսումն արեց առաջարկ եւ նաեւ 3 կարևորագույն առաջարկ արեց Հայաստանը Ռուսաստանին կապել Վրաստան եւ Աբխազիայի միջոցով։ Ասեց, որ ուղղակի հանցագործություն է նման ծրագրի չքննարկումը եւ նման ծրագրի շուրջ չբանակցելը։ Նամանավանդ, որ այդ ձևով կապը Հայաստանի եւ Ռուսաստանի 700 կիլոմետրով ավելի կարճ է կամ Ադրբեջանի միջոցով։ Բացառի ուտես, որ սրանք ոնց որ Թուրքիայի ու Ադրբեջանի վրա մեղր քսացել են, հենց այդ երկու երկրի անունը լսում են, թրջվում են, այ մարդ։ Հրջվում ու թրջվում։ Կներեք, իրանց համար Թուրքիայի, Ադրբեջանի հետ համագործակցությունը շատ ավելի կարևոր է աշխարհի մնացած երկրների հետ։ Իրանց համար թուրքականը շատ ավելի հաճելի է, քան հայկականը։ Դա պրոբլեմը։ Բայց կա մարդ, որը ռեալ առաջարկներ է անում, առաջարկներ, որոնք կարող են իսկապես փոփոխել այս տարածաշրջանում իրավիճակը եւ կարող են լրջագույն խթան հանդիսանալ խաղաղության եւ տնտեսական զարգացման համար։ Եվ մոտակա ընտրություններում ես համոզված եմ միջև ընտրություններ դեռևս շատ ու շատ նոր առաջարկներ է անում նախագահ Քոչարյանը, շատ նոր թարմ գաղափարներով են հանդես գալու եւ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ ի վերջո ժողովուրդ մենք փորձադաշտ չենք։ Մենք փորձադաշտ չենք, մենք լաբորատորիա չենք, էլի, որ մեր վրա ով ինչ ասես փորձարկի։ Դե ես հույսով եմ, որ չենք, էլի, Տիկին Անժելա ջան։ Ես հույսով եմ, որ մենք պետքա բոլորս աչքներս բացենք ու հասկանանք, որ կան ռեալ առաջարկներ, որոնք մեր կյանքը փոխելու են, ոչ թե պոպուլիզմ, ոչ թե անիմաստ խոստում, այլ ռեալ բաներ։ Հիմա Նիկոլը ձեր աչքը անընդհատ կողում է խաղաղությունը։ Ես ձեզ ասում եմ, հավատացեք ինձ, Նիկոլի խաղաղությունը իր ասֆալտի պես է։ Մի քիչ աղ ես ցանում, մի քիչ ջուր ես լցնում, տարակում է։ Այ դա է Նիկոլի խաղաղությունը։ Չի կարող նման խաղաղությունը բերել մեզ իրական խաղաղություն եւ բարգավաճում, չի կարող։ Հակառակը Նիկոլի խաղաղության պակագծերի մեջ օրոք մենք քանի գնալու է, ել ավելի ենք դառնալու թուրքական վիլայի հետ, որտեղ մեզ դրան են տանում։ Ավելին ձեզ ասեմ, որպեսզի դուք պարզ հասկանաք, թե ովքեր են այսօր մեզ ղեկավարում։ Մեզ այսօր որպես ազգ ղեկավարում են հոկտեմբերի 27-ի շահառուները։ Մարդիկ, որոնք պետք է հոկտեմբերի 27-ից հետո դառնային իշխանություն, այսինքն շահառուները այդ ողբեգության, այսօր դառել են մեզ ղեկավար։ Նրանց մեծ մասը Նիկոլի թիմում է։ Իսկ ինչի էր հոկտեմբերի 27-ը տեղի ունեցել, որտեղ Հայաստանի ղեկավարության եւ ընդդիմության մեջ կար կոնսենսուս, որ Արցախը պետք է լինի հայկական։ Բայց այդ կոնսենսուսը աշխարհին ձեռ չէր տալի կոնկրետ մի քանի երկրի, այդ թվում Թուրքիայի։ Դրա համար Հայաստանում այդ կոնսենսուսը կոտրվեց, թե սպարապետի սպանությամբ, թե մնացածի։ Եվ այդ սպանությունների շահառուն այսօր Նիկոլի թիմում են։ Նիկոլն է հոկտեմբերի 27-ի շահառուն։ Եվ հավատացեք, որ լրացուցիչ բաներ են բերելու ժողովրդի գլխին, որտեղ իրենց նպատակը ոչ թե ձեր բարեկեցությունն է, այլ իրենց անձնական բարեկեցությունը։ Իրենց նպատակն է ոչ թե ձեր առողջ լինելը, այլ իրենց անձնական առողջությունը։ Իրենց նպատակն է ոչ թե Հայաստանի զարգացումը, այլ իրանց բարեկեցիկ ապրուստը անկախ նրանից թե որտեղ կապրեն։ Իրանց համար հայրենիք արժեք չի։ Իրանց համար փողն արժեք։ Իրանց համար հայ առաքելական եկեղեցին եկեղեցի չէ։ Իրանց համար աղանդն է եկեղեցի։
Եվ այդ ամենը բոլորս պետք է կարողանանք մեր ժողովրդին բացատրենք, բոլորի աչքերը բացենք, որ բոլորը հասկանան, որ այսպես շարունակել չի կարելի, որ մենք պետք է պայքարենք դրա դիմաց, մենք պետք է պատրաստ լինենք պայքարի բոլոր հնարավոր ձևերին, բայց կա քաղաքակիրթ ձևը գնալ ընտրությունների եւ կատարել ճիշտ ընտրություն։ Ես որպես մարդ, ով տարիների վեր սատարում է նախագահ Քոչարյանին, կրկին ցավով եմ ասում, որ դաշտում ցավոք չկա, այլ մարդ, որը կանի այդ առաջարկները, կոնկրետ առաջարկներ, որոնք անվտանգության, մեր երկրի զարգացման համար եւ խաղաղության համար իրոք շատ կարեւոր են։ Ցավով չկա դեռ։ Համոզված եմ կլինեն նախընտրական շրջանում շատ նոր առաջարկներ կլինեն, նոր կուսակցություններ, նոր մասնակիցներ, բայց այս պահին ես տեսնում եմ, թե նախագահ Քոչարյանը օգտագործելով իր անցած ճանապարհը, կուտակված գիտելիքը, ինչ փայլուն առաջարկներ է անում, բայց այդ առաջարկները մեր ժողովուրդը պետք է հասկանա։ Դուք պետք է դա ձեր համար այդ գնահատականը անեք, ի վերջո դուք ուզում եք մնալ հայ ու ապրել Հայաստանում, թե դառնալ Թուրքիայի մաս, թե հպատակվել Ադրբեջանին եւ Թուրքիային։ Դուք պետք է այդ որոշումը կայացնեք։ Ու կրկնում եմ, միշտ հիշեք մի բան, երբ որ դուք պատկերացնում եք ձեր երկրի ապագան, պարզ վարժություն եմ, ուղղակի շատ եմ խնդրում, բոլորը տարեք, փակեք ձեր աչքերը, պատկերացրեք կլոր սեղան, որի շուրջ նստած է Ալիևը, նստած է Տրամպը, նստած է Պուտինը ու Մակրոնը, ու դրեք այն ղեկավարին, ով դուք կարծում եք այդ սեղանի շուրջ կարող է ձեզ ներկայացնել, որտեղ դուք ընտրություններում ընտրում եք ձեզ ներկայացնողին, դուք ընտրություններում ոչ միայն ընտրում եք ձեր խալաձենիկի պարունակությունը շատացնողին, այլ նաև ընտրում եք մարդ, ով ձեզ է ներկայացնելու, պատկերացրեք այդ սեղանը, պատկերացրեք Հայաստանի քաղաքական դաշտը եւ արեք ճիշտ եզրակացություն, ով է այն մարդը, որ այդ սեղանի շուրջ կարող է ամենաճիշտ ձևով ներկայացնել ձեզ։ Եվ վերջին հարց համակարգային սահմանադրված հատվածով Հայաստանի Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները փետրվարի 13-ից 14-ը այստեղ լինելու ինչ սպասել։ Իմիջիայից երեք արդեն համացանցում տեսանյութեր էին մտնում այդ ադրբեջանական երգերի տակ գրում էին իրենի բանում են։ Տեսեք, process-ը շատ պարզ է, հասարակությունը հայ բթացնում են նման բաներով, ասելով, որ տեսեք, հարց չկա։ Բայց նույն ժամանակ Բաքվում հայերին դատապարտում են ՑՄ ազատազրկման, որպեսզի հասկանանք, հա սա կոնտրաստ է։ Մի կողմից ձեզ ասում են, հա, մեր ժողովուրդները պրոբլեմ չունեն, բայց նրանք դե պետք է ՑՄ նստեն։ Սա կրկին մեր ժողովրդին խաբելու միջոց է, ընդ որում ձեզ ասեմ մի շատ կարևոր բան, Ադրբեջանը ցավալիորեն պետք է դա ֆիքսեմ, թե Ադրբեջանը եւ Թուրքիան, ընդ որում Ադրբեջանը երևի Թուրքիայի թելադրմամբ փայլուն արտաքին քաղաքականություն են խաղում, փայլուն։ Ցավով պետք է դա նշենք, բախտներս չի բերե, որ Ադրբեջանում էլ մի հատ էլ չի բերի լիներ, սենց վիճակ չլներ։ Ցավով Ադրբեջանը եւ Թուրքիան կարողանում են ճիշտ ռազմավարություն կիրառել։ Իրենք ամբողջ աշխարհով ստեղծում են տպավորություն, որ տեսեք մենք հայերի հետ ինչ լավ ենք։ Տեսեք մենք սահման ենք բացում, իսկ տակից Հայաստանի ղեկավարից ամեն օր մի բան պոկում են։ Գիտեք խեն պոկում ու խեն կարողանում պոկել, որտեվ իրանց դարացոն է, որտեվ իրանց շնորհիվ է իշխանության մնում։ Եվ նաև դա էլ պետք է հաշվի առնեք ընտրության գնալուց։ Ի վերջո դուք ուզում եք հայ ընտրեք, թե թուրքի տակ պարկած հայ։ Ում եք ուզում ընտրել։ Այսքանը Մարիամ ջան։ Ես եմ շնորհակալ։